Ես քվեարկելով ես իմ անվստահությունն եմ հայտնում ներկայիս իշխանությանը, իրենց բոլոր քայլերը Նախ ասեմ 2018 թվականից ես իրենց չեմ վստահել եւ ցավոք իմ բոլոր այսպես բացասական պրոգնոզները բոլորը ցավոք իրականացել են։ Ես իհարկե չեմ վստահում իրենք այն մարդիկ են, որոնք իրավունք չունեն գտնվելու Հայաստանի Հանրապետության իշխանության գլխին։ Իրենք պետք է անհապաղ հրաժարական տան, հրաժարական չեն տալիս, որ մենք պետք է անվստահությունը հայտնենք։ Նախ մենք որպես քաղաքացիներ եւ նաեւ իհարկե կարծում եմ պետք է նաև խնդրենք, հորդորենք, որպեսզի նաև ազգային ժողովում անվստահության գործընթացը արդեն սկսվի, արդեն բավական է, համբերելու այլևս տեղ չկա, այլ ոչինչ չունենք զիջելու, զիջածը պետք է հետ վերցնենք, որ թե շարունակենք զիջելը։ Գիտեք, պարզապես Այսպես ասեմ էլի, երևի թե գիտելիքներից բազան էր բավարար հասկանալու համար, որ այսպես փոփոխություն դրական չի կարող լինել։ Ես ակնկալում եի, որ այս մարդիկ գալիս են, որպեսզի Արցախի հարցը հայերի համար բացասական կարգով լուծեն, որտեվ գիտեի, որ կան բազմաթիվ ճնշումներ արտաքին աշխարհից եւ շատ կային հարցեր, դրա համար չեմ վստահել, հետո երկրի ղեկավարը պետք է այլ կերպար ներկայացնի իրենից, այլ բառապաշար ունենա, այլ մտածելակերպ ունենա, լինի հայրենասեր լինի, ոչ թե ասենք պոպուլիստական խոստումներ տալով չի, էլի, երբ որ բաժանում էին հպարտ քաղաքացու անձնագրեր այնտեղ Արցախը Հայաստանին միացրած էր, ինչ էր նշանակում։ Արցախը պոկեցիք, հիմա Հայաստանն էլ միացրած տալիս ենք թշնամիներին, հա, դա էր նշանակում։ Կան բազմաթիվ հարցեր, որ ըստ ինձ իրենք լեգիտիմ չեն հենց դրա համար, որ եկել են խոստումներով, դրական խոստումներով, մարդիկ իրենց խոստումներին, ես չեմ հավատացել, չեմ վստահել, միշտ էլ դեմ եմ արտահայտվել, բայց շատ մարդիկ իրենց վստահելով են բերել, չէ, իշխանության, որպեսզի դրական փոփոխություն լինի, այն ինչ որ բացասական է, դեպի դրականը գնա, ոչ թե լինի այն ինչ որ մենք այսօր տեսնում ենք, ամբողջ օրը թշնամին կրակում է։ Կրակում, սպառնում, գերի վերցնում, սպառնում, ինչպես կարելի է սա հանդուրժել։ Էլ չեմ ասում կորուստների մասին, էլ չեմ ասում այնքան մեր զոհերի մասին, ինչպես կարելի է սա հանդուրժել եւ այսպես ձև բռնել, թե ոչինչ չի եղել, երկու ճանապարհ են սարքել։ Այդպես չի, էլի երկիրը այդպես չպետք է լինի ու մենք պարտավոր ենք մեր անելիքը անել։ Ինչ կարողանում ենք, դա էլ պետք է անենք մեր հայրենիքի համար։